Արգարժան նախագահողներ, արգելի պատգամավորներ, գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում ազգային ժողովում բյուջետային քննարկումներին եւ ըստ այդմ նախապատրաստում եւ հանդես են գալիս զեկույցով, որում ի թիվս բյուջետային թվային ցուցանիշների հասկացությունների նաեւ հնարավոր է ներկայացնել որոշ շեշտադրումներ, ներկայացնել դիրքորոշումներ եւ ըստ այդմ նախագահի աշխատակազմի գործունեության գերակայություններից է իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ համապետական եւ միջպետական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալը, ապահովելով առավելապես մեծ թափանցիկություն եւ օբյեկտիվություն։ Աշխատակազմի գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու որպես կայուն, հեղինակավոր, վստահելի եւ ինստիտուցիոնալ կառույց եւ ռազմավարական նախաձեռնությունների կարևոր օղակ։ Այս մասին մի քանի անգամ նշել եմ եւ հարկ եմ համարում այդ իմաստով նաեւ շնորհակալություն հատել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրի, Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում միջոցառման համար 26 թվականին ներկայացրել ենք 1 միլիարդ 618 միլիոն դրամի բյուջետային հայտ, 25 թվականի 1 միլիարդ 617 միլիոնի փոխարեն։ Այս տարի նախորդ տարիներին երկրորդ միջոցառման մասով կարողությունների ամրապնդում միջոցառման մասով մեր հատկացումը եւ առաջարկը 0 է, բայց այդ կապակցությամբ գնահատված կարիքի հիման վրա մենք 59 միլիոն դրամի հայտ ենք ներկայացրել բյուջեի առանձին այս տարի արդեն որպես նորություն եղող 6-րդ հավելվածում առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների մասով։ Ծրագրային բյուջետավորման մնացած իմաստով մեր մեկ ծրագիրը ըստ էության դա ապարատի պահպանման ծրագիր է եւ ըստ այդմ մեր ծրագրային բյուջետավորման ձևաչափերը հաշվի առնելով սահմանել ենք նախագահի աշխատակազմի արդյունքային չափորոշիչները, այդ ցուցանիշները ըստ էության շատ չեն տարբերվում նախորդ տարիների համար նախատեսած ցուցանիշներից, դրանք են ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների նախագահի ստորագրմանը ներկայացնելու գործընթացի ապահովում 465 օրենքների մասով, նախագահի կողմից քաղաքացիության շնորհման գործընթացի ապահովում թվով 200 հրամանագրերով, դատապարտյալների ներում շնորհելու վերաբերյալ 5 հրամանագրերի նախապատրաստում, նախագահի կողմից 270 անձանց շքանշաններով, մեդալներով պարգևատրման, ինչպես նաև պատվավոր կոչումների շնորհման գործընթացի ապահովում, բարձրագույն դիվանագիտական եւ դասային աստիճանների շնորհման գործընթացի ապահովում հանրապետության նախագահի կողմից, բարձրագույն զինվորական կոչումների շնորհման գործընթացի ապահովում նույն արդյունքային ցուցանիշներով, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվ ներկայացուցիչների եւ դատական համակարգում նշանակումների ապահովում, մի շարք սոցիալական ծրագրերի իրականացում, բարեգործական ծրագրերի իրականացում, նույն արդյունքային ցուցանիշներով, հանրապետության նախագահի արտասահմանյան այցերի եւ այլ պետությունների ղեկավարների, Հայաստան այցերի, ինչպես նաեւ օտարերկրյա պաշտոնատար անձանց միջազգային եւ սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում եւ բովանդակային մասով ապահովում ու քաղաքացիների ստացված դիմումների պատասխանում, քննարկում, մշակում շուրջ 2500-ի մասին է խոսքը։ Հարգելի գործընկերներ, 2026 թվականին Հանրապետության նախագահի մի շարք արտասահմանյան այցեր են նախատեսվում, մասնավորապես Վիետնամ, Հունաստան, Բուլղարիա, Էստոնիա, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն, հարկ եմ համարում նշել, որ բազմակողմ դիվանագիտական հարաբերությունների շրջանակում նախագահի այցելությունները արտերկիր, այլ երկրների առաջնորդների հետ երկկողմ օրակարգեր խթանելուց զատ նաև նպատակ ունեն ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը եւ ստանալ արտասահմանյան գործընկերների աջակցությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ 26 թվականին նաև նախատեսվում է նախագահի մասնակցությամբ կազմակերպել մի շարք միջոցառումներ, նախաձեռնություններ, մարզային այցեր, աշխատանքային քննարկումներ, այցելություններ, մարզային մշակութային եւ արտադրական միավորներ։ Ակիրճ այսքանը, շնորհակալ եմ, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։